Ամենասիրելի տոներից մեկը գալիս է իր կրակոտ էներգիայով հրեղեն հեծած, ուժեղ, ազատասեր և կենսունակ։ Գիտեք չէ, ձին 2026 թվականին գալիս է հագեցած տաք գույներով՝ կարմիր, ոսկեգույն, նարնջագույն, դեղին, նույնիսկ կանաչ։ Իսկ ինչ գույներով դիմավորել հրեղեն ձիուն կամ ամանորը։ Կարմիրը հաջողության, ուժի և տոնական տրամադրության խորհրդանիշ է։ Բորդոյի, գինու գույնի ու վառ կարմիրի համադրությունը կարող է դառնալ ամբողջ կերպարի հիմքը։ Ընտրեք մետաքսե զգեստներ, թավշյա կոստյումներ և թեթև կիսաշրջազգեստներ։ Իսկ եթե ամբողջովին կարմիր հագնվելը համարձակ է թվում, մեկ դետալային շեշտադրումն է բավական։ Ոսկեգույնը ներսից ճառագող լույսի խորհրդանիշ է։ Այն ոչ միայն շքեղության, այլև ներքին ինքնավստահության արտահայտություն է։ Կենսուրախ ու ջերմ նարնջագույնը ամանորյա հանդերձանքին ավելացնում է թեթևություն։ Այն ավելի մեղմ է, քան կարմիրը, միևնույն ժամանակ բավական պայծառ ուշադրության կենտրոնում լինելու համար։ Նարնջագույնը հատկապես գեղեցիկ է արտահայտվում վելվետում, ժանյակներում ու թավշյա կտորներում։ Շագանակագույն երանգները հիշեցնում են հողը, որի վրա վազում է ձին։ Այն լավագույն ընտրությունն է հարմարավետ, բայց միևնույն ժամանակ նորաձև և ներդաշնակ համադրությունների համար։ Կանաչի երանգները զմրուխտագույն, մամռագույն կամ մուգ կանաչ խորհրդանշում են թարմացում, ներդաշնակություն և կայունություն, այն ամենը, ինչ այժմ փնտրում են շատերը։ Կանաչը հիանալի համադրություն է վառ գույների հետ և կարող է ամբողջացնել կերպարը, դարձնելով խաղաղ ու հավասարակշռված։ Սակայն կան նաև գույներ, որոնցից ցանկալի է խուսափել ամանորի գիշերը։ Սևը, թեև մշտապես համարվում է էլեգանտ և դասական, այս տարի կարող է կլանել կրակոտ էներգիան և տարվա մեկնարկին հաղորդել ծանր ու ճնշող տրամադրություն։ Կապույտն ու երկրագույնը իրենց ջրային բնույթով հակադրվում են կրակի տարերքին, նվազեցնելով ակտիվությունն ու կենսական շարժը, և ըստ ավանդական պատկերացումների չեն համընկնում հրե ձիու էներգիայի հետ։ Սպիտակն ու մոխրագույնը տարվա առաջին գիշերը կարող են ստեղծել սառնության, դատարկության և միապաղաղության զգացողություն, զրկելով կերպարը տոնական ջերմությունից։ Իսկ շատ մուգ երանգները, այդ թվում այս տարվա թրենդային գրաֆիտը, համարվում է լավատեսությունն ու ներքին լույսը թուլացնող գույն։ Մինչդեռ 2026-ը պահանջում է պայծառ մեկնարկ և ուժեղ էներգիա։ Հրեղեն ձին պահանջում է ջերմություն, կենսուրախություն, լույս։ Ճիշտ ընտրված գույնով դուք առանձնահատուկ կլինեք տարվա գլխավոր գիշերը։ Դե ինչ, դուք որոշեք, թե ինչ գույնի հանդերձանքով կդիմավորեք նոր տարին։ Իսկ մենք կհանդիպենք։